Իրանական պատերազմի տնտեսական հետևանքների մասին զրուցում ենք տնտեսական փորձագետ Հրայր Կամենդանյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Համեցեք։ Պատերազմը շարունակվում է համաշխարհային շուկաներում արդեն տնտեսական շոկի նշաններ են, թե սրանք դեռ վերահսկելի վիճակներ են։ Դրանք դեռևս վերահսկելի են, որովհետև կարծես թե բորսաներում այդ կարգի խոճապ չկա, ընդհանրապես բարձրանում է որոշակի քաղաքական հայտարարություններից հետո միայն էներգակիրների գինը, բայց այլ արդեն հաջորդ դա մերժող հայտարարությունների ֆոնին միանգամից գները կարգավորվում են, համենայնդեպս գները բավականին բարձր են դեռևս։ Եվ կարելի է կարծել, որ խոճապ գոնե այդպեսի չկա, բայց ցանկացած քաղաքական սուր հայտարարություն եւ ընդհանրենք պատերազմը ել ավելի երկար փուլ տանելու եւ կրակային ավելի մեծ ծանրաբեռնության պարագայում բնական է մենք ունենանք եւ խոճապ եւ կունենանք գների բարձրացում եւ կարծում եմ հիմնական այսօրվա առանցքային ինդիկատորը դա դեռևս Օրմուզի նեղուցի բաց լինելն է։ Օրմուզի նեղուցը եթե փակվեց, որ իհարկե ես կասկածում եմ, որտեղ այնտեղ բազմաթիվ խաղացողների ազդեցություններ եւ շահեր կան, բայց փակվելու դեպքում մենք վկա կլինենք ակնկալում եք տոտալ փակվելու։ Այո, տոտալ փակվելու, որովհետև ըստ էության փակ է։ Ըստ էության փակ չէ, որովհետև մենք ունենք չինական մասնակցություն, այս իմաստով տնտեսական եւ լոգիստիկ կապերը չինական նավերի համար ոչ ոք չի խաթարում, ոչ իրանական կողմը, ոչ ամերիկյան կողմը, ոչ էլ հավանաբար ֆրանսիական կողմը չինական նավերին մոտ չեն գալու եւ դա է պատճառը, որ գների այդպիսի շեշտակի աճ մենք չունենք դեռևս եւ Չինաստանը իր ռազմական հզորությամբ եւ բարձրացում իր ներկայությամբ ապահովում է, որ Օրմուզի նեղուցը լինի կիսաբաց այդ մեծ էկոնոմիկայի համար։ Հայաստանի արտաքին առևտրի 25%-ը անցնում է Իրանի տարածքով։ Տեղեկություններ կան, որ Բանդար Աբաս նավահանգստում հայկական բեռներով նավերը չեն բեռնաթափվում։ Երկարաձգվելու դեպքում սա տնտեսական ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Հայաստանի տնտեսության վրա հետևանքներ դիտարկելու համար մենք պետք է հասկանանք նախ հետադում մեր տնտեսական կապերը Պարսկաստանի հետ, Հնդկաստանի հետ եւ Չինաստանի հետ մատակարարումի իմաստով ինչ ծավալի են։ Կոնկրետ մենք Պարսկաստանի հետ, Իրանի հետ մենք ունենք մոտավորապես $700 միլիոն ընդամենը այսպես ներմուծում եւ ապրանքաշրջանառություն, որտեղ հայկական կողմը պարսկական կողմի հետ հիմնականում ներմուծում է անում։ Այո, ներմուծում է, բայց հայկական կողմը արտահանում չունի, արտահանում հիմնականում էներգակիրներ, էլեկտրաէներգիաներ։ Դա մոտավորապես 35-ից $40 միլիոն խնդիր է։ Հիմա մենք ունենք կարևոր խնդիր։ Պարսկաստանը, որ անդադ ռմբակոծվում է, ռազմական ենթակառուցվածքները անընդհատ ոչնչացվում են, չէ՞, մենք ունենք խնդիր, որ Հայաստանի Հանրապետությունը այդ իր ներմուծումների մեջ այդ $900 միլիոն, որ ես նշեցի, չէ, դրա մեջ մեստեղ են գրավում ամրաները, երկաթե կոնստրուկցիաները, ցեմենտը, կլինկերը եւ բիտումը։ Ամենակարևորն է, որտեղ եթե Հայաստանի Հանրապետության գոնե 2026 թվականի հունվար ամսվա տվյալների, որ մենք նայում ենք, չէ, մենք տեսնում ենք, որ շինարարությունը բավականին մեծ աճ ունի, բնակարարշինությունը եւ ճանապարհաշինությունը արդեն մոտենալու էր այս խնդրին։ Հիմա ի՞նչ է տեղի ունենալու, եթե մենք չկարողանանք ներկրել այդ հումքը, ինչ որ նշեցիք, ինչ կատարվի տնտեսության լոկոմոտիվ համարվող շինարարության մեջ։ Տնտեսության լոկոմոտիվ համարվող շինարարության մեջ բնականաբար անկում է գրանցվելու, ռեցեսիա է գրանցվելու եւ դրա պատճառները վերացնելու համար իսկ գների աճ բնակարանային շենքերի եւ այլն։ Ես կարծում եմ, որ գների աճ շենքերի հետ կապված, բնակարանների ձեռքբերման հետ կապված կամ հիպոթեկային վճարման հետ կապված չի լինելու առայժմ, որովհետեւ առանց դա շուկան գնում է գերհագեցման ճանապարհով եւ գները արդեն իսկ բարձր են եւ գների այս բարձր մակարդակը իր մեջ ներառում է նաեւ հնարավոր ռիսկերի կառավարում եւ այդ հնարավոր ռիսկերը կարծում եմ գների նոր ավելի բարձր աճ չեն բերելու այս իմաստով։ Մեր էներգետիկ կախվածությունը հիմնականում Ռուսաստանից է։ Այս պայմաններում Հայաստանը պաշտպանված է գազի շուկայի տատանումներից, թե կարող են ի հայտ գալ այլ ռիսկեր։ Չէ, Հայաստանը այս պահին Հայաստանում էներգակիրների մատակարարման ռիսկեր եւ խնդիրներ չկան Հայաստանում։ Այլ բան է, որ գնագոյացումը, եթե
այս կոնֆլիկտը երկար շարունակվի, բնականաբար նախկինում կնքված պայմանագրերը կփորձեն վերանայել։ Մենք այս պահին ունենք բենզինի, ենթադրենք ներկրում Ռումինիայից, Բուլղարիայից, Ռուսաստան Դաշնությունից գազի հետ կապված նորից այդ ամեն ինչը նորմալ կա, նորմալ գնում է եւ մենք գազ խողովակաշարային օգտագործման համար սպառման բնակչության մենք Պարսկստանից չենք ներկրում, մենք Պարսկստանից ներկրում ենք ընդամենը էլեկտրակայանի փոխանցելու եւ համարժեք փոխանակություն կատարելու համար։ Դարձյալ կկրկնվեմ, բայց իսկ գների աճ չի լինելու այդ դեպքում։ Կարծում եմ գների աճ չի լինի։ Հիմա արդեն կա։ Կա, բայց դա ֆյուչերսային մեկնաբանության պարագայում գների աճ որպես այդպեսին չի լինելու։ Դեռևս մենք 3 ամիս, 4 ամիս, կես տարի առաջ կնքված պայմանագրերի հետ կապված, այսպես ասած, աշխատանքներն ենք իրականացնում։ Հավանաբար, եթե այս կոնֆլիկտը երկարաձգվի, մենք այդ պարագայում հնարավոր է գների որոշակի կոռեկցիաներ։ Տեսեք, որոշ փորձագետներ ասում են, որ Հայաստանում կարող է բարձրանալ հատկապես բենզինի եւ դիզլ վառելիքի գները։ Սա իրականում որքանով է կախված միջազգային շուկայի գներից եւ շուկայից ընդհանուր առմամբ եւ որքան կարող է այդ ազդեցությունը արագ հասնել Հայաստանի շուկային։ Կարծում եմ Հայաստանի շուկայում այդ բենզինը արդեն այնքան բարձր գիներ իր մեջ պարունակում, որ հետագա բարձրացումներ չեն լինելու, պարզապես որովհետև այստեղ մենք խնդիր ունենք կոնֆլիկտից բավականին հեռու եւ կոնֆլիկտին չմասնակցող պետություններից մատակարարումների հետ Ռումինիա, Բուլղարիա եւ Ռուսաստանի Դաշնություն։ Հավանաբար կարող է որոշակի կոռեկցիան լինել, բայց դա կարծում եմ մեծ էֆեկտ տնտեսության վրա վատ իմաստով չեն ունենալու։ Հայաստանը Իրանից հիմնականում արդեն նշեցինք այդ մասին ներմուծում է եւ անցած տարի ներմուծումը կազմել է $700 միլիոն։ Եթե ներմուծումները դանդաղեն կամ սահմանափակվեն, որ ոլորտները առաջինը հարված կստանան։ Առաջինը հարվածները կստանան շինարարությունը, երկրորդը դա ճանապարհաշինարարությունը, երրորդը հավանաբար մեր մոտ որոշակի հարված կկրի վրա առևտրային կապիտալը պարսկական, որը մեր մոտ կար։ Մոտապես 3000-4000 ձեռնարկություն Պարսկստանի հետ այդ արտահանումների մեջ ընդգրկված զբաղվում են։ Հաջորդը էլեկտրաէներգիան կլինի եւ այդ մեր Պարսկստան հետ գազի դիմաց էներգիա մատակարարելու խնդիրը։ Եթե նրանք ընդհանրենք ամերիկյան կողմը հարվածի այդ գծերին, բնականաբար մեր մոտ իրական ռիսկեր են առաջանալու, իրական դժվարություններ են առաջանալու, հատկապես ջեկերը համալրելու, վառելիքով համալրելու խնդրի հետ կապված։ Իրանը արդեն հայտարարել է որոշ գյուղմթերքների արտահանման արգելքի մասին։ Սա մեր շուկայում կարող է գյուղմթերքի գների աճ դարձյալ արձանագրել եւ որոշ ապրանքների նաեւ պակաս կարող է լինել։ Դեֆիցիտը որպես այդպեսին բնականաբար հնարավոր առաջանա, որովհետև մենք խնդիր ունենք այստեղ հյուսիս-հարավ այդ մայրուղու վրա հարձակումների ռիսկի հետ։ Հյուսիս-հարավը երբեք չի գործելու կամ գործելու սահմանափակներ, բնականաբար դա տնտեսության մեջ է երևալու, դա երևելու շուկաներում, դա երևելու տնային տնտեսությունների այս սպառման ամբողջ ծավալի մեջ։ Եվ ամենակարևոր հարցերից մեկը նա է, որ մենք պետք է միշտ հիշենք, որ մենք ռիսկային այնպիսի երկրամասերում ենք ապրում, աշխարհի այնպիսի կետում ենք, որ անընդհատ կոնֆլիկտներ են գնում այստեղ եւ մենք պետք է որոշակի անվտանգության բարձիկներ մեր համար ունենանք, կառուցենք եւ դրա համար պետք է իրական պետական մտածելակերպ։ Պետք է անի պետությունը, որ այս պահին չի անում։ Պետությունը առաջինը պետք է որոշակի դիվերսիֆիկացիայի հնարավորություններ ստեղծի, որպեսզի մեր առևտրային կապիտալը նույնպիսի գործակցության մեջ փոխշահավետ լինի միջինասիական երկրների հետ, բնականաբար Ռուսաստանի Դաշնության հետ, Ուկրաինայի հետ եւ եվրոպական երկրների հետ, որովհետեւ միակ ճանապարհը, որ դա հյուսիս-հարավին եւ Հնդկաստանից եւ Չինաստանի ամբողջ ներգործությունը փոխացում է հայկական տնտեսություն, դա ռիսկային է։ Դա ռիսկային է, որովհետեւ միջազգային գլոբալ խաղացողների համար Չինաստանի հզորությունը եւ Չինաստանի համարապնդումը նույնիսկ Անդրկովկասում ընդունելի չէ։ Եթե միգրացիոն մեծ հոսք սկսվի դեպի Հայաստան, կարող է կրկնվել 2022-ի սցենարը, երբ բնակարանների վարձակալության գները թռիչքային կտրուկ աճ էին ապահովել եւ շուկան լարված էր ըստ էության։ Կարծում մեծ հոսք նախ կլինի, թե ոչ, ինչ է կանխատեսում։ Ես կարծում եմ, որ չի լինելու։
լինելու դեպքում շուկան իրոք կատվածահար կլինի, թե չէ։ Շուկան կատվածահար չի լինի, որովհետև մենք պետք է ընդհանրապես գոնե Երևանի օրինակը վերցնենք։ Երևանը 88 թվականին, 87 թվականին ինքը արդեն 1.200.000 բնակչի համար է նախատեսված եւ ենթակառուցվածքները եւ շենքերի բնակելի ծավալը, չէ, զբաղեցնող եւ դրանից հետո Երևանում իրականացվել է ահռելի շինարարություն։ Իհարկե, էլիտար շինարարությունը կարող ենք դնել մեկ կողմ, չէ, բայց մենք ունենք բնակֆոնդ, որը զբաղեցրած չէ։ Եվ այս իմաստով նույնիսկ հոսք էլ որ լինի, մենք ռիսկային որոշակի կատակլիզմների մեջ չենք մտնելու։ Թվում է թե էլի ապահովված էինք, բայց 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո միգրանտների հոսք սկսվեց դեպի Հայաստան եւ բնակարանների վարձավճարները բավականին բարձր էին։ Սա ինչով է բացատրում։ Պարոն Ալխանյան, խնդիրը նա է, որ նույն պարսկական կողմից եկող Իրանի քաղաքացին գնողունակության իմաստով զիջում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին։ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հիմնականում ռելոկանտներ, որոնք իրենց բիզնեսներով էին գալի։ Նրանք գալիս էին բավականին բարձր աշխատավարձերով եւ որոշակի իմաստով նրանք հայկական տնտեսական իրականության մեջ բերեցին գների բարձրացում, աշխատավարձերի բարձրացում։ Իրանական կողմը նման գնողունակության բարձր մակարդակ չունի եւ հետեւաբար շուկայի այդ կարգավորումը առաջարկի եւ պահանջարկի կողմով որ մենք այս ամենը դիտարկենք գների բարձրացում չի լինելու։ Ըստ էության պահանջարկը բավականին բարձր լինելու։ Պահանջարկը միգուցե կարող է բարձրնել, բայց այստեղ մի խնդիր կա Հայաստանի սահմանակից ռեգիոներում, Պարսկաստանի, չէ, ապրում հիմնականում ադրբեջանական էթնոսի ներկայացուցիչներ։ Նրանք Հայաստանի Հանրապետություն չեն գալու։ Նրանք փորձելու են գնալ Ադրբեջան։ Այս է խնդիրը, որովհետև մենք տեղորոշում ենք այն երկրամասը, որտեղից կարող են եկորներ լինել, չէ, ժամանակավոր, դա ադրբեջանական էթնիկ երկրամասեր են։ Հիմա Հայաստանը պատրաստ է տնտեսական շոկի։ Կարծում եմ այո։ Եթե պատերազմը երկարացվի։ Եթե պատերազմը երկարի, բնականաբար այստեղ խնդիրներ են առաջանալու եւ այդ խնդիրներից ամենակարևորը լինել տնտեսություններին, հայկական տնտեսությունը, տնային տնտեսություններին հարվածը դա լինելու ապրանքային դեֆիցիտը, չինական եւ հնդկական ապրանքների դեֆիցիտը, որովհետեւ եթե պատերազմը երկարաձգվեց, բնականաբար առաջանալու են տեղական սեպարատիստական հուզումներ, Պարսկաստանի հյուսիսում հատկապես ադրբեջանական եւ քրդաբնակ շրջաններում, բնականաբար հյուսիս-հարավ մայրուղին չի գործել իր ամբողջ ծավալով եւ այստեղն է լրջագույն կատակլիզմներ եւ լրջագույն ռիսկեր, որոնք պետք է փորձել ինչ որ կերպ կառավարել։ Եվ վերջին հարցը պատերազմի պայմաններում սովորաբար առաջին արձագանքողներից մեկը արժույթն է։ Այո։ Տատանումները եւ պատերազմը կարող է ազդել նաեւ դրամի կայունության վրա եւ Հայաստանի ֆինանսական շուկաների վրա։ Հայաստանի ֆինանսական շուկաների վրա այդ ռիսկերը մեծ չեն, որովհետև մենք պետք է գնահատենք առավելապես մեր արտահանման եւ ներմուծման հարաբերակցությամբ 700 միլիոն դոլարը տարվա համար դա մեծ թիվ չէ։ Եվ բնականաբար պարսկական կամ իրանական կողմի ցանկացած հուզումներ, նույնիսկ կատակլիզմներ պետք է մենք ունենանք դրանց մասին գիտակցություն, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ Պարսկաստանում այդ ֆոնդային աշխատանքը դասական իմաստով կազմակերպված չէ։ Կազմակերպված չէ, եւ դա նման չէ ընդհանուր Wall Street-ի կամ ընդհանուր Լոնդոնի բիրժաների աշխատանքին, որտեղ ցանկացած աշխարհաքաղաքական ցանցում ինչ որ հետևանքներ բերում։ Պարսկական կողմով դա չկա, հետո Պարսկաստանը այն կարգի մեծ երկիր է, որ այդ ցնցումները միջև մեզ կան հասնեն, չէ, բնականաբար նրանք իրենց ուժը կորցնելու են, բնականաբար նրանք գործոն չեն դիտարկվելու։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում ենք տնտեսական փորձագետ Հրայր Կամենդատյանի հետ, ցտեսություն։